Արտաշատում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որն արդեն 2 տարի շարունակ գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, շարունակում է նոր հարցեր առաջացնել ինչպես իրավական, այնպես էլ մարդկային հարաբերություններում։ Մահվան ելքով ավարտված զինված բախումը, որը սկիզբ էր առել անչափահասների միջև վեճից, վերածվել է բարդ քրեական գործի բազմաթիվ մեղադրյալներով, հակասական ցուցմունքներով եւ դեռևս չպարզված մի շարք հանգամանքներով։ Այս օրերին արդեն տեղի են ունենում դատական նիստեր, որն ուղեկցվում է բողոքի ակցիաներով, իրավական վեճերով եւ կողմերի փոխադարձ մեղադրանքներով։ Եվ յուրաքանչյուր նիստով ավելի է սրվում իրավիճակը, ընդգծելով թե ապացույցների գնահատման բարդությունը, թե արդար դատաքննության շուրջ առկա մտահոգությունները։ Թե ինչ է իրականում տեղի ունեցել այդ օրը, որքանով են ամբողջական ներկայացվում փաստերը եւ արդյոք կհաջողվի դատանին հասնել վերջնական եւ արդար հանգուցալուծման, փորձել ենք պարզել ներկա լինելով հերթական դատական նիստին։ Արտաշատում 2024 թվականի նոյեմբերի 8-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որը ցնցեց ողջ համայնքը, շարունակում է մնալ իրավապահների եւ հանրության ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք, միջադեպի հետևանքով զոհվել էր 46-ամյա Արտակ Մաթևոսյանը, իսկ 15-ամյա Ռուբեն Ռուբենյանի կյանքը հիվանդանոցում փրկել չէր հաջողվել։ Դեպքը սկսել էր անչափահասների միջև առաջացած վեճից, որն աստիճանաբար վերածվել էր ծեծկռտուքի եւ փոխհրաձգության։ Իրենց տան հարևանի տեսագրությունը ֆիքսել է, թե ինչպես են իրենք ագրեսիվ տրամադրված գալիս ու հետ չեն գնում տնից, որ զենք վերցնեն, արդեն վերցրած են գալիս։ Ուղղակի արդեն պատրաստված գալիս են ու սկսում են մի քանի տեղերից կրակել մեր ուղությամբ։ Ուղիղ 8:34 րոպե։ Ես այնտեղից տեսնում եմ, որ այնտեղից ոնց են գալիս մեքենաները։ Իսկ ինչ հետ մեքենաները այստեղ եկել են, ամբողջ տարածքը ֆիքսել են, որտեղից են նկարահանվում, բոլորը իրենք մանրազնին ուսումնասիրել են։ Տեղի վագնում 20 վայրկյան, տեսանյութով նայեք, պահեք ժամը 20 վայրկյան, մի հատ Արտակ աղբերս խփում այդ գոգոյին, որ մեծ է խոսում, լավ եմ արի, արա ոնց ես լավ արի, ու հավի ջուջա չի, խես երեխուն ծեծե, կամ գնացեք կանես խիա, քո տղան խփե, քո գլխից թռե խփե։ Փաստորեն իրանք բացարձակ մեղք չունեն։ Իրանք մի 40 հոգով անցնում էին Դիրիքորի տան մոտով, հա, որոշեցին մտնեն տուն բարևեն, բարև տալու ձևներ չգիտեին, խփեցին մարդու գլխի։ Հետո այդ մարդու գլխի վրա առաջանում է լուրջ տրավմա, հետո այդ մարդու մարմնի վրա առաջանում է առնվազն 3 հրազենային վնասված, այդ ընթացքում են մյուս անկյունում 3 հոգով սպանում են այս մարդու երեխուն, իր տանը, ու սենց անմեղ դեմքով դες բաներ են պատմում։ Կարծես թե ամեն ինչ անում են, որ վարույթից շուտ ձերբազատվեն, գցեն դատանի դաշտ, այլ կերպ ասած դատանի գրպանը, սակայն իրենց առաքելությունը դա չէ։ Հիմա մեր, եթե բազմաթիվ բարձրացած հարցերը եւ միջնորդությունները չներ, հավատացեք, շատ վաղուց այս վարույթը դատարանում էր, ընդ որում այն անձանց մասով, որ մեղադրանքը փոփոխվել է եւ այլևս չեն մեղադրվում սպանության մեջ, անգամ դրանց մասով նույն ծանր մեղադրանքով արդեն վարույթը կներ դատար։ Դատական նիստերին նախորդած օրերին գործով կողմերը բողոքի ակցիաներ էին իրականացրել։ Նախ դատախազության շենքի դիմաց, այնուհետև ազգային ժողովի բակում։ Ակցիայի մասնակիցները փորձում էին բարձրաձայնել իրենց մտահոգող իրավական խնդիրները եւ հասնել իրենց ձևակերպմամբ արդար եւ անաչառ դատաքննության։ Տիգրան Մաթևոսյանին ծեծի ենթարկելու պահին հայրը եւ որդին Ռուբինյաններից բացի նրանց հետ եղել են նաեւ 3 այլ անձիկ, որոնք մինչեւ օրս չեն հայտնաբերվել եւ չեն ներգրավել քրական գործում։ Քննիչը նշել է, որ կրակողներից մեկը եղել է 10-ամյա Առնակը, իրաց փոքր որդին, որը ենթակա չէ քրական պատասխանատվության, որին ես չեմ հավատում եւ որը չի համապատասխանում իրականությանը, բայց եթե նույնիսկ դա այդպես է, որտեղ է զենքը, երկրորդ, ինչու այն չի հայտնաբերել եւ չի ներգրավել գործի նյութերում։ Բողոքի ակցիայի ընթացքում հնչած մի շարք հայտարարություններին արձագանքել է նաեւ սպանված 15-ամյա Ռուբեն Ռուբենյանի մայրը, ներկայացնելով իր դիրքորոշումը հնչեցված տեղեկությունների մասով, պնդելով, որ մի շարք դրվագներ չեն համապատասխանում իրականությանը։ Կոնկրետ իրենք իրենց ասածին հակա են ասում։ Մեր տան բոլոր անձինք պարզված են։ Բոլորը եղել են տղաներիս ընկերները։ Իհարկե իրանց ասելով 15-ը չի
ընդհանրապես չի համապատասխանում։ Եթե տեսանյութում էլ նայեք, 15 հոգի մեր տնից դուրս չի գալիս հաստատ։ Մեր տանը եղել է 8 անչափահաս երեխա, որից 3-ը եղել են իմ տղաները, 4-ը եղել են տղաներիս ընկերները, անգամ քննչական կազմը արձանագրել է, որ մեր սեղանին եղել է 8 բաժակ, որտեղ ինձ հարցրեցին 8 թեյի բաժակները ովքեր էին այդ 8 երեխաները։ Ասում են, թե տղայիս 8 մատները կոտրվել են ոստանում։ Այո, տղայիս 8 մատները կոտրված են եղել, ու ոչ թե ոստանում, այդ դեպքից ժամեր առաջ, որ երեխաները կռիվ են արել։ Պատկերացրեք, եթե ոստանում կոտրվածներ տղայիս 8 մատները, իմ ամուսինը թողնելու էր ժամեր, որ տղաս տառապեր կոտրված ձեռքերով, մասնակցեր պաշտպանությանը տան ու հետո նոր պարզվեր, որ մատները կոտրված են։ Իմ ամուսինը ամեն ինչից առաջ իր երեխաներն են, ամեն ինչից առաջ իր երեխայի առողջությունն է։ Բանձիտական, խմբակային, կազմակերպված հարձակում են գործել տանս վրա, որտեղ եղել են 2-ից 15 տարեկան անչափահաս երեխաներ, 2 կին եւ մի չափահաս տղամարդ։ Ծեծել են, վիրավորել են, լղկել են, սպանել են, կայծակնային արագությամբ փախել են։ Իմ տղա ստիպված դիմել է հոր զենքին պաշտպանելու համար։ Եթե չպաշտպաներ, այդ զենքով չպաշտպաներ, դուք պատկերացնում եք իմ վիճակը ինչ, մեր ընտանիքի վիճակը ինչ կլիներ։ Ես պատրաստ էի անգամ, եթե հարևանիս բակում տանկ լիներ, բետեր լիներ, պուշկա լիներ, տնտանոթ լիներ, պատրաստ էի անգամ հարևանի տնտանոթից դրանց բոլորի վրա կրակեի։ Բոլորին գնդակահարեի, ես պատրաստ էի։ Ինչ աներ տղաս։ Իմ տղան բացարձակ երևում է վիդեոկամերայում, ինչպես է թողել մարդասպաններին, Լովա եւ Վահեին, ինչպես է թողնում, որ նրանք հանգիստ հեռանում են։ Ինչու են նորից ետ գալիս։ Երկրորդ հարձակումից հետո կատարում են 3-րդ զինված հարձակումը, կատարում են 4-րդ զինված հարձակումը։ Ու հիմա նրանք բաց են թողնված, շրջում են շվշվացնելով Արտաշատ քաղաքում ման են գալիս։ Գործի շրջանակներում իրավապահներին հաջողվել էր վիճաբանության մի շարք մասնակիցներից միայն Ռուբենյանների բնակարանում իրականացնել ներքին դիտում, ինչի արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները արդեն դրված էին իբրև էական նշանակություն ունեցող փաստեր, որոնք քննվում են դատարանում։ Սակայն ինչպես Աննան է նշում, ձայնագրությունների վերծանումները ամբողջական չեն, կտրված են կոնտեքստից, ինչն էլ իր հերթին սխալ ընկալումներ է առաջացնում դատարանի մոտ։ Բազմիցս նախ ասել եմ, ինչու է մենակ մեր տուժողի բնակարանում դրված գաղտնալսման սարքը։ Ինչու մենակ մեր տանը, երբ որ այստեղ եղել են ամենակիչը 10 ընտանիք տուն, որ կարելի էր դնել այդ գաղտնալսման ապարատը, չեմ ասում անձը։ Ինչու մենակ մեր տանը ու ոչ մեկի տանը չի հաջողվել դնել, իրենց ասելով չի ստացվել, չեն կարողացել դնել։ Սա նշանակում է, որ կամ ինչ-որ մեկը զգուշացրել է իրենք չեն կարողացել դնեն, կամ էլ թերի աշխատանքի արդյունք է, ես չգիտեմ։ Ամիսներ շարունակ տևած դատավարությունը կողմերից յուրաքանչյուրի համար խնդրահարույց է։ Կարանքի տակ գտնվող մի շարք մասնակիցներ, չփարատված կասկածներ եւ ապացույցների մի ծավալ, որը դեռևս ուսումնասիրման փուլում է։ Սա Ալեքսանդր Սիրունյան փաստաբանի գրությունն է հրապարակայնորեն, որ գրված է, ինչպես են փախցրել Արման Մաթևոսյանին։ Այո, Արման Մաթևոսյանին փախցրել են հենց քննիչները, ոստիկանները, ինչպես ասացի, ոստիկանության 20%-ից ավելին իրենց հարազատներն են։ Ես անգամ ցուցմունք տալու օրերին, ես մեր տանը ոչ մեկի չեմ ասել, որ ես պետք է գնամ ցուցմունք տալու։ Բայց երբ առավոտյան դուրս եմ եկել գնալ ցուցմունք տալու, հենց այդ օրը իմ աշխատավայրի պատուհանները կոտրել են, փորձելով վախեցնել ինձ, որ ես ցուցմունք չտամ։ Ամեն ձևով փորձում են այդպես ինձ ահաբեկել, բայց ես միևնույն է միջև վերջ գնալու եմ, թեկուզ իմ դիակի վրայով, ապացուցելու եմ այս անարդարությունը, որ տիրում է Արտաշատի դատախազությունում, Արտաշատի քննչականում։ Եթե Արտաշատի Արարատի դատախազությունը առաջի տեղն է գրավել ամբողջ մարզերի մեջ, առաջի տեղն է գրավել, ապա ինչ կարելի է մտածել մյուս մարզերի դատախազության մասին։ Այդ Արմանը 11 ամիս գտնվել է փախուստի մեջ։
իսկ հետո վերադարձել է, քանի որ գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, վախեցել է, որ պետք է Ուկրաինայի դաշտերում դառնա թնդանոթի միս, մտածել է ավելի լավ է հետ գա, Հայաստանում մի կերպ կպրծնի, քան թե մնա փոշի դառնա Ուկրաինայի դաշտերում։ Ահա դրա համար է նա եկել, բայց ես ունեմ բոլոր ապացույցները, որ Արմանը հենց իրենց ցուցմունքներով։ Հիմա սրանք ուզում են ամեն ինչը, այն ցուցմունքները, որ տվել են կեղծ ու սուտ, հիմա փորձում են մաքրել։ Գործով մեղադրյալ Արման Մաթևոսյանի պաշտպան Աբգար Պողոսյանը անդրադառնալով իր վստահորդի հասցեին մյուս կողմի հնչեցրած կարծիքներին ընդգծեց, որ իր վստահորդը ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմին։ Ինչ վերաբերվում է դատավարական մյուս կողմի, այսպես անվանեմ, հայտարարությունները կապված նրա հետ, որ իմ պաշտպանյալը իմանալով, որ հետախուզման մեջ է, դիմել է փախուստի, նախ ինքնին այս հայտարարությունը ինքն իրեն հակասում է խի, որտեվ եթե անձը լիներ հետախուզման մեջ, չէր կարողանա հատել ՀՀ սահմանը, իսկ Արման Մաթևոսյանը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է օրինական ճանապարհով։ Եվ երկրորդը, պատկերացրեք մի անձ, որը ցանկանում է փախուստի դիմել, վարել ընդհատակյա կյանք եւ այսպես ասած չլինել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, հապա ինչու այդ անձը պետք է կամովին ինքնակամ ներկայանա վարույթ իրականացնող մարմին։ Տեսեք, այդ ընթացքում դեպքից շուրջ 2 ամիս անց Արման Մաթևոսյանը լքել է Հայաստանի Հանրապետությունը բիզնես գործունեության նպատակով, աշխատանք ունենալու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում եւ այդ ընթացքում նաեւ հարցաքննվել է որպես վկա, նաեւ օրինակ, տեսակցություն է եղել իր հարազատների մոտ քրեակատարական հիմնարկում, այսինքն ինքը որևէ անգամ ընդհատակյա կյանք չէր վարում եւ այսպիսով իր մտքով չէր կարող անցնել, որ իր նկատմամբ կարող է լինել հանրային քրեական հետապնդում կամ իրենով կարող են հետաքրքրվել իրավապահ մարմինները եւ ինչը առավել հատկանշական է, ինքը դատական ակտով եւ վարույթով հաստատված հանգամանք է, որ Արման Մաթևոսյանը Հայաստանի Հանրապետություն եկել է իրավապահ մարմիններին հանձնվել է կամովին, ինքնակամ, այսինքն իմանալով, որ իր նկատմամբ կարող է լինել կամ կա հանրային քրեական հետապնդում, դիմում ենք ներկայացրել արդեն քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որ վերջինս ցանկանում է գալ Հայաստանի Հանրապետություն եւ ներկայանալ վարույթ իրականացնող մարմին, որից հետո արդեն Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխել է դիմումից հետո կազմակերպվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ, որից հետո Արման Մաթևոսյանը ներկայացել է Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն սա փաստ է, որ Մաթևոսյանը ինքնակամ է ներկայացել եւ հետեւաբար եթե նա ուզենար այդ փախուստի կյանքը վարեր, ինքնակամ չէր ներկայանա։ Թեև միևնույն մեղադրանքով մյուս անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառված չէ, այնուամենայնիվ Արման Մաթևոսյանը շարունակում է կալանքի տակ լինել, ինչը եւս պաշտպանական կողմի համար լուրջ իրավական խնդիր է։ Հատկանշական է, որ միևնույն մեղադրանքով այլ անձինք օրինակ ազատության մեջ են, բայց իմ պաշտպանյալը գտնվում է կալանքի տակ, ինչպես գիտեք, արդեն դրա մասին մի քանի անգամ խոսել ենք խմբի կազմում, անչափահասին ապօրինի կյանքի զրկելու հետ է կապված մեղադրանքը, ինչը բնականաբար Արման Մաթևոսյանը չի ընդունում եւ միակ մեղադրական բնույթի ցուցմունքը, ինչին հակակշիռ բազմաթիվ ապացույցներ կան սույն վարույթով, արդեն իսկ ակնհայտ է նաեւ հիմա հասել ենք այն փուլին, որ ներքին դիտումները պետք է զննվի, կասկած չկա, որ այդ ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում, որտեվ տեսեք պարտադիր չի դրա համար նեղ ոլորտի մասնագետ լինել, կարող եք ինքներդ դատել, պատկերացրեք անձը ցուցմունք է տալիս, նշում է, որ իմ պաշտպանյալը գործողություններ է կատարել եւ այդ նույն ընթացքում չիմանալով, որ իր բնակարանում կա ներքին դիտում, այդ նույն ընթացքում իր ընտանիքի անդամների հետ քննարկում է, թե իրականում տեսնես ինչպես է եղել դեպքը։ Եթե մի անձ գիտի ինչպես է եղել դեպքը, ինչպես կարող է նման ցուցմունք տալ։ Ավելին, այդ նույն ներքին դիտումներում հստակ արձանագրված է, որ վերջինից խորհուրդ տվող անձը նշում է, որ այսինքն ընտանիքի անդամների խոսակցությունից է այս մեջբերումը, ոչ թե իմ սեփական
ընկալումները, նշում է, որ դու մեծ կին ես, ոչինչ, գնահատա, որ տեսել ես ոնց են խփել, եթե իրանք չեն խփել, քննությունը կպարզի։ Լավ, հիմա այս պայմաններում անձի նկատմամբ առանձնապես ծանր հանցանքի հանրային քրեական հետապնդում կա, հերիք չի, մի հատ էլ անձը գտնվում է կալանավայրում։ Եվ հետևաբար մենք գտնում ենք, որ Արման Մաթևոսյանի ազատությունից զրկումը, այսինքն կալանքը ապօրինի է։ Ռուբենյանների ընտանիքը շարունակում է պնդել, ցույց է տալիս գործով առկա տեսանյութը եւ ապացուցում, որ առաջինն իրենց բնակարանի վրա հարձակված անձիկ են սկսել կրակոցներ արձակել, ինչին ի պատասխան Աննայի ամուսինը վերցրել է զենքն ու գործի դրել, պաշտպանելու համար իր ընտանիքը։ Ինչ վերաբերում է ներքին դիտումներին, Ռուբենյանների ընտանիքի անդամները շեշտում են այն խոսակցությունները, որոնք արձանագրվել են, որևէ կերպ կապ չունեն բուն քննության հետ, դրանք ընդհանրապես քննարկումներ են, որոնք տեղի են ունեցել դեպքից հետո ծանր հոգեբանական վիճակում գտնվող անձանց միջև, փորձելու համար վերհիշել դրվագները, պարզաբանել մեկը մյուսի հետ, թե իրականում իրենց բնակարանի վրա հարձակված անձանցից որ մեկը ինչ գործողություն է կատարել։ Իրենք ահաբեկել են քննիչին, ինչպես որ քննիչը ինձ է ասում է տիկին Արմինե, եթե ինձ են իրենք ահաբեկում, ուրեմն ես պատկերացնում եմ, թե ձեզ ինչպես են ահաբեկում։ Ահաբեկումով փորձել են բոլոր փաստերը կեղծել, ստել, որի պատճառով այո, քննիչը կատարել է միակողմանի քննություն, բայց իօգուտ իրենց, ոչ թե իօգուտ մեզ, այլապես ինչի համար են տղայիս վրա 3 ցմահ հոդվածներ դրված, ինչի համար, քանի որ տղաս միայնակ է եղել տան մեջ, որ չափահաս տղամարդ, կողքին եղել են կինը, եղել է 2 տարեկան աղջիկը, եղել են 3 անչափահաս երեխաները եւ երեխաների ընդամենը 4 ընկերները, անչափահաս երեխաներ, 2-ից 15 տարեկան։ Դա պարզ է արդեն, բացահայտված է ամեն ինչ, ու դրանից հետո հիմա իրենք փորձում են այդ ամբողջ, ինչպես որ կորզել են, ինչպես որ ամեն ինչը կեղծել են, ուզում են հիմա էլ դատախազությանը ահաբեկել, կասեմ ինչու, որովհետև դատախազության հենց առջև, դատախազների առջև, իրենք հայտարարում են, իրենցից մեկը հայտարարում է, որ ինքը քննիչին հետապնդել է ամբողջ օրը եւ համարձակվել է քննիչին նկարահանել իր աշխատանքի process-ի ժամանակ։ Իսկ ինչու դատախազությունը չի ասում իրենցը կանգ առեք, դուք ինչու եք համարձակվել այդպիսի բան անելու։ Եթե նրանք դա համարձակվել են անել, ուրեմն իրենք ունեն շատ բարձր ոստիկանության, պաշտոնյայի հովանավորությունը, որ կարողանում են բացահայտ այդպես ասել։ Իրենք կրկնում են, որ տատիկն այնտեղ չի եղել, ստիպում են դատախազին, անգամ դատախազը, որ կրկնի իրենց ասածը, թե տատիկը այնտեղ չի եղել։ Ես ուզում եմ հարց տալ դատախազին, պարոն դատախազ, ես երբ եմ ձեզ այդպիսի բան ասել, որ ես այնտեղ չեմ եղել։ Եթե դուք նկատի ունեք ներքին լսումները, դուք ինձ հարց տվել եք, թե ես որ պահի համար եմ այդպես ասում։ Դուք ինձ հարց անգամ չեք տվել, դուք ինձ հետ նույնիսկ տետ-տետ չեք հանդիպել, ինչպես եք դուք կրկնում նրանց ասածները, խաչ քաշելով իմ վրա, որ ես այնտեղ եմ եղել բացարձակ, եղել եմ հենց սկզբից եւ հետ, տեսել եմ ամեն ինչ, ամբողջ ներքին լսման ժամանակ, լսումների ժամանակ, ես փաստում եմ իմ այնտեղ լինելը։ Ես փաստում եմ բոլոր բացահայտումները։ Եթե դուք նկատի ունեք այդ ներքին լսումները, օրինակ իմ ընտանիքի անդամները պնդում են, որ պետք չի հրապարակայինորեն։ Իսկ ես պնդում եմ թող լինի ամեն ինչ հրապարակայինորեն։ Ամեն ինչ թող լինի հրապարակայինորեն։ Այն ինչը որ կատարվել է նույնիսկ ներքին լսումների ժամանակ, ես պատրաստ եմ
բոլոր հարցերին պատասխանները տալ։ Իրենք չլինելով այնտեղ, այդ Արթուր եւ Ռոմանը չլինելով այնտեղ, իրենք ասում են տատիկն այնտեղ չի եղել։ Պապիկն է այնտեղ եղել, պապիկն է կրհակել։ Դուք ո՞նց եք կարողանում նման բաներ ասել։ Երբ որ փաստ տատիկը երևում է վիդեոյի մեջ, ձեռքերը պարզած գալիս է ձեր մեջ, ձեր ոհմակի մեջ, որ հանկարծ չկրակեք իր ընտանիքի վրա, դուք ո՞նց եք կարողանում նման բան ասել։ Կամ րոպեներով նայեք, ասում է տատիկը գնացել է պապիկին ա ձեն տվել, պապիկն եկել է մանկապարտեզի մոտից խուճապահար դուրս է եկել։ Դուք մի հատ հաշվեք, խնդրում եմ, ես կարող եմ վիդեոն տրամադրել, հաշվեք րոպեները։ Քանի րոպե ա տևում, երբ որ տատիկը երևում է, ու երբ որ տատիկը հետ է գալիս, կհասցներ տատիկը այդ ընթացքում գնար պապիկին կանչեր, հետ գար, պապիկն էլ իր գործողությունը իրենց ասելով հիմա էլ մտածում են իբր պապիկն է կրակ, չգիտեմ, արդեն դատախազն իր բերանով է ասում, կողմնորոշվեք ով է սպանել վերջի վերջո, մեկ ասում եք մեկ ասում եք պապիկն է, մեկ ասում եք Մարին է, մեկ ասում եք Առնակն է, փոքր 10 տարեկան տղայից պիտակավորում են որպես կրակող։ Ես չեմ հասկանում, այդ ինչով են մտածում։ Որ զենքը ձերից վեկալում է մեր տղան, երեխան թռնում է մեր տղայի շալակը։ Ու դες հետ են գալի։ Հայրը գալիս է դանակով խփում է մեր տղային, բայց քանի որ երեխան մեր տղով շալակն առնում, կպտում է երեխան։ Երեխան էլ է մահացել, երկու անձ է մահացել, իմ եղբայրս եւ իր երեխան, երկու անձ է մահացել։ Հասկանում եք, ու հայրը առաջ օրը հիվանդանոցում գլուխ մեր պատին ասում է, ես իմ երեխուն սպանեցի։ Մենք մտածում ենք, թե դե ծնողը մտածում ենք, որ իր պատճառով յանին թե ինքը հասկացել է, բայց չէ, փաստորեն ինքը ճիշտ էր ասում։ Ամբողջ դատական process-ի ընթացքում կանգնում ասում են, փաստաբաններ կանգնում ասում են, մեր մեղադրյալը իր մեղքը չի ընդունում։ Այսինքն, ես եմ եկել իմ տան վրա։ Այս տեսանյութի անձինք ովքեր են, դուք չեք։ 2026 թվականի մարտի 31-ին Մասիսի առաջին այցյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ գործով հերթական դատական նիստը, որին ներկա էր նաև մեր նկարահանող խումբը։ Նիստի ընթացքում դատարանը քննարկեց վարույթում առկա մի շարք կարևոր հանգամանքներ, մասնավորապես ուսումնասիրվեցին ներքին դիտումներով կատարված արձանագրությունները, որոնք ըստ կողմերի կարող են էական նշանակություն ունենալ գործի հանգամանքների պարզաբանման հարցում։ Նույն ժամանակահատվածում եւ փնտրտուք էր, հա, կարծես թե կատարող անձի եւ ակնհայտ էր, որ մեծ կասկածներ կան, չգիտեն թե ով այդ կատարող անձը, այդ նույն ժամանակահատվածում մեղադրական բնույթի ցուցմունքներ են հնչել։ Ավելին պատվարժան դատարան ըստ իս առնվազն ենթադրաբար հանցակազմի նշաններ կան սույն ներքին դիտման զննության արձանագրության մեջ, ի թիվս այլի օրինակ արդարադատությանը խոչընդոտելու պատվարժան դատան, սակայն մեզ որևէ տեղեկություն չունենք, թե արդյոք վարույթն իրականացնող մարմինը կամ հսկող դատախազը, որը այս դեպքում նաև հանրային մեղադրող է որպես հանդես գալիս, իրենց ոչ միայն լիազորությունների, այլ պարտականությունների շրջանակներում այս առումով գործողություններ կատարել են, թե չէ։ Համար եւս անհասկանալի է, թե վարույթն իրականացնող նախաքննական մարմինն է, ի վերջո որն է ավելի օրինական դիտել, հա, ներքին դիտման օբյեկտիվ տվյալները, թե ցուցմունքները, որտեղ եթե ներքին դիտման տվյալները հիմք են թվում, հաստատից ստացվում է, որ առանցրակ Լևոն Մանուկյանի վերաբերյալ մեղադրանքը չպիտի գա դատարան։ Մենք ընտանիքով փորձել ենք հազարի նման հավաքել այս ամենը, որտեղ ծանր հոգեբանական վիճակում գտնվելով հնարավոր չի։ Ես մինչև մի շաբաթ առաջ փաստեր եմ հիշել, որ լրիվ ընթացք է փոխում։ Ուղղակի մի տեսակ անջատվում է, հետո սկսում ես կամած ինչ-որ բաներ հիշել։ Բացի այդ մարդկա մի տեսանկյունից հա տեսնում ես ամեն ինչը, մյուս կողմից մենք փորձել ենք ճշտել իրական բոլոր տեսակետներից, ճիշտ է ստացվում, թե ոչ, որ սխալ ցուցմունք չտան։ Եվ հետո իմ տղան ինձ ասել էր, որ կամ տիկոնա կամ լովիկ խփեց ինձ։ Ես որտեղ հաստաբանին ասեցի, որտեղ չէի ուզում, որ ես ինչ-որ սխալ մարդկային տեսակետից ելնելով չէի ուզում ինչ-որ մեկին սխալ մեղադրանք առաջարկել, չէի ուզում սկզբից դրանք ասել։ Հաստաբանը ինձ որդորեց, ասա, եթե սխալ կլինեն, թող իրենք պարզեն, եթե ասելա տղա, ուրեմն ասեն։ Բացի այդ, նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ նաև մեղադրյալներից Արման Մաթևոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կալանքի հարցը։ Չնայած պաշտպանական կողմի ջանքերին, դատարանը որոշեց եւս 3 ամսով երկարաձգել Մաթևոսյանի կալանքը։ Դատարանը լսելով կողմերի կարծիքները գտնում է, որ
Արման Ռոմիկի Մաթեոսյանի նկատմամբ ընտրված խափամիջոց կալանքի ժամկետը անհրաժեշտ է երկարաձգել ևս 3 ամսով։ Գործով կողմերը մինչ այժմ շարունակում են հակասական գնահատականներ տալ տեղի ունեցածին։ Դատական նիստից հետո մեծ հետ զրույցում իրենց դիրքորոշումները հայտնեցին նաև գործով մեղադրյալ Վահե, Տիգրան եւ Արմեն Մաթեոսյանների պաշտպանները։ Մենք ունենք որոշակի ավելի մանրամասն զննված հատվածներ, որոնք որ քննիչի կողմից աչքաթող են արվել եւ ինչպես արդեն քննիչի կողմից զննված, այնպես էլ մեր կողմից հետագայում վկայակոչվող դրվագները փաստում են, որ ամբողջ այս քրեական վարույթը հիմնված է հանրային մեղադրողի քննիչի կողմից ստեղծված մտածածին ինչ-որ վարկածի վրա։ Մենք այժմ նույնպես լսեցինք ներկայք նիստին, որ այդ ընտանիքի անդամները իրենց մեջ որոշում են, թե ով ինչ ցուցմունք պետք է տա, այսինքն անգամ միակ վկան, ով որ զույգ քրեական վարույթով էական նշանակություն ունեցող ցուցմունք է տվել, որի հիման վրա ամբողջ վարկածն է կառուցվել եւ մեղադրանքն է կառուցվել, ինքը ոչինչ չի տեսել եւ այդ ամենը քննիչը տեսնելով, զննելով, միևնույն է իրենց նախնական վարկածով են առաջնորդվել եւ մեղադրանքը կառուցել են հենց այդ ցուցմունքի վրա։ Պաշտպանի դիտարկմամբ Տիգրան Մաթեոսյանը այսօր կալանքի տակ է մտածածին իրականությանը չհամապատասխանող ապացույցների հիման վրա։ Իմ պաշտպանյալներից Տիգրան Մաթեոսյանը դեպքից հետո ձերբակալվել, ապա դատարան ներկայացվել կալանքը որպես խափանամիջոց կիրառելու միջնորդություն, որը դատարանի կողմից մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Եվ տևական ժամանակ Տիգրան Մաթեոսյանը գտնվել է ազատության մեջ։ Այնուհետև այս ներքին դիտման գործողության արդյունքում խոսակցությունները, որոնք ձևավորվում են եւ քննարկում են ունենում Տիգրան Մաթեոսյանի անունը շոշափում է, այս ապացույցը Տիգրան Մաթեոսյանի առնչությունը տվյալ գործին հենց ստեղծվել է, ի հայտ է եկել վերջինիս նկատմամբ խափանամիջոց կալանքը մերժելու որոշում կայացնելուց հետո։ Ու աստիճանաբար այդ թեզը զարգացվել է եւ այսօր Տիգրան Մաթեոսյանը մտածածին իրականությանը չհամապատասխանող ապացույցների հիման վրա, մասնավորապես տուժողի տատիկի ցուցմունքի հիման վրա գտնվում է կալանքի տակ եւ այն 1 տարուց ավել է։ Տուժող կողմը պնդում է, որ կատարվածը լիարժեք չի բացահայտվել եւ պահանջում է խստագույն պատասխանատվություն մեղավորների նկատմամբ։ Ամենավատ ձևով վարվել են ընտանիքիս անդամների հետ եւ ամենացավալին, որ սպանել են իմ տղային։ Ու այդ ամեն ինչը տեղի է ունեցել իմ տան մեջ, իմ տան տարածքում է եղել։ Այսօր բոլոր փաստաբանները կանգնում են, մեջ են բերում ներքին դիտումները եւ իրենց պաշտպանյալներին արդարացնում են, որ իրենք անհիմն նստած են։ Լավ, ես հարց եմ տալիս, եթե իրենք անհիմն նստած են, ով է կատարել այս ամբողջը, ով։ Գիտեք ով է արել, դուք գիտեք մենք սխալ ենք, դուք բերեք ասեք ով է արել։ Ի վերջո մենք տեսել ենք ամեն ինչ, ես ինքս ամեն ինչ տեսել եմ։ Ի վերջո դատաբժշկական փորձաքննությունը տվել է տղայիս վնասվածքները, թե ինչ անխնա ձևով են տղայիս հետ վարվել։ Ամբողջ 6 թերթ դրա մասին է։ Իրենց տղայի վրա ընդամենը մի հատ հարվածի տեղ է։ Կոնկրետ Տիգրան Մաթեոսյանի վրա մի հատ հարվածի տեղ է։ Խնդրում եմ ասեք ով է տուժողը այս պարագայում։ Կամ ինչ է եղել ընդամենը իմ տղան 15 տարեկան տղան հարվածել էր 19 տարեկան տղային, տղա չգիտեմ ինչ ձև արտահայտվեմ արդեն։ Ու սա չէր մարսե դա։ Ընդամենը դա էր եղել։ Դատական գործընթացը շարունակվում է ուղեկցվելով լարվածությամբ եւ բարձր հանրային հետաքրքրվածությամբ, թե ինչ նոր հանգամանքներ կբացահայտվեն դատաքննության ընթացքում եւ ինչ որոշում կկայացնի դատարանը, բարձ կդառնա առաջիկա նիստերին։ Այս գործը կրկին հիշեցնում է, թե որքան վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ չկառավարվող հույզերն ու բռնությունը, վերածվելով մարդկային անդառնալի կորուստների։ Երևանում կառուցապատման ոլորտում արձանագրված հերթական աղմկահարույց դեպքը կրկին լույս է սփռում այն մեխանիզմների վրա, որոնց միջոցով հնարավոր է տարիներ շարունակ շրջանցել օրենքը խուսափելով հարկերից եւ շահարկելով իրավական բացերը։ Խոսքը բազմամիլիոնանոց վնասի մասին է, որը ըստ իրավապահների պետությանը հասցվել է մտածված եւ համակարգված սխեմայի կիրառմամբ։ Այս գործը միայն մեկ կառուցապատողի պատասխանատվության հարցը չէ, այն ընդգծում է ոլորտում առկա խորքային խնդիրները սեփականության ձևակերպման խոցելի մեխանիզմներից մինչև սնանկության գործընթացների
հնարավոր չարաշահումներ։ Ինչպես է գործել այդ սխեման, ովքեր են ներգրավված եղել եւ ինչ իրավական հետևանքներ կարող է ունենալ այս պատմությունը։ Այս ամենի մասին ներկայացնում է մեր լրագրող Էլիզա Գալուստյանը։ Երևանում բազմաբնակարան շենքերի կառուցապատման ոլորտում արձանագրվել է հերթական աղմկահարույց դեպքը, որը միաժամանակ բացահայտում է համակարգային մի շարք խնդիրներ, հարկերի խուսափումից մինչև սնանկության մեխանիզմների հնարավոր չարաշահում։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտված նախաքննությունը պարզել է, որ կառուցապատմամբ զբաղվող անձը տարիներ շարունակ կիրառել է բազմաշերտ սխեմա, պետությանը խոշոր չափերի վնաս պատճառելով։ Խոսքը վերաբերում է ավելի քան 419 միլիոն դրամի չվճարված եկամտային հարկին, որը գոյացել է 2018-ից 2025 թվականներին իրականացված գործարքների արդյունքում։ 2025 թվականի հունվար ամսին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստացել ենք հաղորդում այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչներից մեկի կողմից Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի հասցեներից մեկում իրականացվում է բազմաբնակարան շենքի կառուցապատում, բնակարանների վաճառք, սակայն վերջինս դրա արդյունքում խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց։ Դեպքի առթիվ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը։ Կատարված նախաքննության ընթացքում համապատասխան վարույթային եւ ապացուցողական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ անձը Երևան քաղաքի ոչ միայն հաղորդմամբ նշված հասցեում, այլ նաև եւս մեկ այլ հասցեում ձեռք է բերել անշարժ գույքեր եւ իրականացրել կառուցապատման աշխատանքներ բազմաբնակարան շենքերի։ Քննությամբ պարզվել է, որ կառուցապատողը Երևանի երկու տարբեր հասցեներում իրականացրել է բնակելի շենքերի կառուցում, սակայն վաճառքից առաջ կիրառել է սեփականության ձևակերպման ոչ ստանդարտ մեթոդ։ Անշարժ գույքը գրանցվել է տարբեր անձանց անուններով, թե բարեկամների, թե իրական գնորդների, ձևականորեն ներկայացնելով այն որպես բաժնային սեփականություն։ Այս քայլը թույլ է տվել շրջանցել եկամտային հարկի վճարումը, քանի որ իրավական ձևակերպմամբ կառուցապատողը հանդես չի եկել որպես անմիջական վաճառող։ Իրականում, սակայն բնակարաններն ու ավտոկայանատեղիները վաճառվել են շուկայական կարգով, իսկ գնորդներին փոխանցվել են ոչ թե ամբողջական սեփականության իրավունք, այլ նախնական բաժնեմասեր, որպես ճակերտավոր ասված երաշխիք։ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի դրույթների համաձայն բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող ֆիզիկական անձի կողմից բազմաբնակարան շենքերի բնակարանների կամ այլ տարածքների օտարումից գոյացող հարկերը, այլ ֆիզիկական անձանց օտարման դեպքում գոյացող հարկերը հարկման ենթակա եկամուտներ են հանդիսանում եւ դրանցից հարկային օրենսդրությամբ նախատեսված համապատասխան դրույքաչափերով ենթակային հարկման եկամտային հարկով։ Հիշյալ հարկային գոյացող հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով տվյալ անձը անշարժ գույքերը ձեռք է բերել եւ ձևակերպել ինչպես իր հետ փոխկապակցված ընկերական բարեկամական շրջապատի անձանց անվամբ, այնպես էլ իրական գնորդների անվամբ եւ վերջիններից ներձևակերպել որպես բաժնային սեփականատերեր։ Արդեն 2018-2025 թվականների ընթացքում իրականացրել է նշված բազմաբնակարան շենքերի կառուցապատում, բնակարանների վաճառք, դրանք վաճառել տարբեր անձանց, տարբեր արժեքներով եւ պայմաններով եւ որպես բնակարանների գնման ձեռքբերման երաշխիք գնորդների անվամբ է ձևակերպել այդ անշարժ գույքերի սկզբնական գնորդների բաժնեմասերը, սեփականության բաժնեմասերը համապատասխան համամասնությամբ շուրջ 419 միլիոն դրամի հարկեր վճարելուց խուսափել է, ինչով էլ Հայաստանի Հանրապետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Գործի առավել մտահոգիչ հատվածը կապված է սնանկության գործընթացի հետ։ Քննությունը ցույց է տվել, որ անձը ոչ միայն թաքցրել է իրական եկամուտները, այլև միտումնավոր ստեղծել է անվճարունակության պատրանք։ Նա չի ներկայացրել շենքերի վաճառքից ստացված շահույթը եւ այդ կերպ ձևավորել է սնանկության հիմքեր։ Արդյունքում 2021 թվականի հունվարի 25-ին դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ, ինչը փաստացի զրկել է պարտատերերին իրենց պահանջները բավարարելու հնարավորությունից։ Քրեական վարույթով նախաքննության ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ տվյալ անձը իր ունեցած գումարային պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով դիտավորությամբ թաքցրել է իր կողմից կառուցապատում իրականացնելու, բնակարաններ վաճառելու եկամուտ ստանալու հանգամանքը, ստեղծել
կանխամտածված սնանկության հատկանիշներ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի որոշման հիման վրա ճանաչվել է սնանկ, ինչով էլ պարտատերերին փաստացի զրկել է իրենց ունեցած գույքային պահանջները բավարարելու իրական հնարավորությունից։ Նախաքննության ընթացքում տվյալ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով եւ 278-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ձեր էկրաններին այս պահին հայտնվել են հեռախոսահամարներ, որոնցով կարող եք զանգ տալ եւ գրել մեզ, հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։